Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մեթերում, այս բան ես զրուցել եմ քաղաքագետ Տերենիկ Մալխասյանի հետ, շնորհակալ եմ Բարև ձեզ, Տերենիկ ես մեր եմ հավելն շնորհակալ։ ընդունելու համար։ Վաղ շաբաթում սպասվում են ընտրություններ, ընթանում է նախընտրական քարոզարշավ, բավական ակտիվ են քաղաքական միավորները, որոնք մասնակցում են այդ ընտրություններին, եւ ԿՊ-ն իրեն դրսևորում է դասական, քրեա օլիգարխիկ իշխանությունների նման, հա, նախընտրական քարոզարշավից 1 օր առաջ ինչ-որ քեֆ ուրախություն են կազմակերպում, իբրև թե որ օրենք չխախտեն, բայց պարզվում է, որ խախտել են։ Ընթացքում մարդիկ, որոնք օրինակ աջակցում են Մայր Հայաստանին, աշխատանքից ազատվում են, հա, խոսքը դպրոցի տնօրեններից մեկի մասին էր եւ այսօր մամուլը դրա մասին գրել էր։ Ինչն է անհանգստացնում քաղաքացիական պայմանագրին եւ Էջմիածնի սա ուղղակի թիմ ընտրություն է դեռ, հա, Էջմիածնի ընտրությունների մասնակցության իրենց որակը ինչի մասին է վկայում, ինչպիսին է լինելու համապետական ընտրությունը։ Դե ԿՊ-ի որակի մասին թիմ ընտրությունների մասնակցելու կարելի էր արդեն դատողություններ անել մյուս բոլոր թիմերի մասնակցելու ձևաչափից, վերջինը Գյումրին էր, հա, Փարաքարը։ Հիմա ավելի են կատարելագործվել այդ ինչպես ասեցիք, հմտությունները, քրեա օլիգարխիկ հմտությունները ավելի են խորացրել, այո, Մայր Հայաստանը թիրախավորված է վաղաշաբաթում ԿՊ-ականների կողմից, իշխանության կողմից, որովհետև հասկանում են, որ գաղափարական այլընտրանքը իշխող ուժին Մայր Հայաստանն է, հետևաբար քաղաքականացնում է ընտրությունները, մենք այնտեղ հանդես ենք գալիս մաքուր քաղաքական գործընթացով, մեր կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանն է հիմնականում այնտեղ քարոզարշավների մասնակցում եւ առաջնորդում, ցույց տալով, որ մենք քաղաքական պատասխանատվություն ենք վերցնում վաղաշաբաթում իշխանությունը ստանձնելուց հետո, այլ հարց, որ քաղաքացիական պայմանագիրը ուղիղ հակառակն է անում։ Սա կարող էր զավեշտ լինել, եթե այսքան տխուր չլիներ, այսինքն իրենք թեկնածու են այնտեղ դրել Արգիշտի Մեխակյանին, բայց ամեն կերպ, ամեն ինչ անում են, որ քաղաքականապես չասոցացվի Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ական խմբակի հետ ընկալման տեսանկյունից, ինձ համար, որ ասում էին սոցիոլոգները եւ հետազոտողները, ինձ համար զարմանալի էր, այնտեղ ես քարոզարշավին մի քանի անգամ մասնակցել եմ վաղաշաբաթում, որ կան մարդիկ, որ չգիտեն, որ Արգիշտի Մեխակյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրածոն է, այսինքն Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է։ Չգիտեմ ինչ տեխնոլոգիաներ են օգտագործել նման արդյունք ունենալու համար հասարակության շրջանում, բայց ամեն դեպքում սա ինձ համար զարմանալի էր եւ երբ վերլուծում ենք, ապա տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագրի քաղաքական թիմը ընդհանրապես չի երևում վաղաշաբաթում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչու է թաքնվում վաղաշաբաթի ընտրություններից, ինչի Արգիշտի Մեխակյանի մի կողքը այն օրինակում Ալեքսանյան Վահագին գցած է մյուս կողմը, գնա վաղաշաբաթում ասի, որ հարգելի վաղաշաբաթցիներ, մեր թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, իմ թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, եւ եթե ինձ ընդունում եք, նաեւ ընդունեք Արգիշտի Մեխակյանին, եթե Նիկոլ Փաշինյանն եւ իր թիմը հաշվարկած ունենային կամ հետազոտություն ունենային, որ դա կբարձրացնի Արգիշտի Մեխակյանի վարկանիշը, Նիկոլ Փաշինյանը վաղաշաբաթից տուն չէր գա, բայց իրենք ունեն հստակ վերլուծություններ, հետազոտություններ, առ այն, որ իրենք քաղաքական բորոտ են իրենց կուսակցությունը եւ ինքը որպես առաջնորդ եւ իրենց հետ ասոցացվելը կարող է լուրջ հարված հասցնել իրենց տեխնացուի վարկանիշին, որը էլի չի փայլում մեծ թվերով։ Եվ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը չի երևում վաղաշաբաթում, չի խոսում վաղաշաբաթի ընտրություններից, հիշում եք Գյումրու ընտրությունների ժամանակ իրենք չգիտեմ ինչ հաշվարկ էին արել, որ գյումրեցիները այսպես վառվում են քաղաքացիական պայմանագրի համար ու ամբողջ թիմով Facebook-ներով, YouTube-ներով եւ հեռուստատեսությամբ գյումրեցին կասեր ամբաղ խոսում էին, աջակցում էին իրենց սարիկին։ Վահագ Ալեքսանյան, չգիտեմ, այն Թորոսյան, ինչ էր, Արսեն, մնացած Վիլենը, որ մանդատը կորցրեց պատճառով, հա, մանդատը կորցրեց։ Դրանից առաջ մի խոսքով, այսինքն իրենք
ցույց էին տալիս, որ սա մենք քաղաքական պատասխանատվություն ենք վերցնում, բայց վաղարշապատում դա չեն անում։ Դա չեն անում ելնելով այն հանգամանքից, որ իրենք հասկանում են, որ վարկանիշի առումով հասարակության կողմից հսկայական ատելություն վայելելու տեսանկյունից իրենք խնդիր ունեն։ Հետևաբար իրենք պետք է ապավինեն ոչ թե վարկանիշին, այլ քաղաքական։ Այսինքն Փաշինյանն են կարգի զզվանք է առաջացնում, որ փորձում են համապետականին վերջ Փաշինյանը մասնակցելու է, չէ՞։ Դե հիմա փորձարկում են հասկանան, թե խնդիրը որտեղ է, հա։ Իրենք հասկանում են, որ իրենք քաղաքական բորոտ են։ Որ մարդ կպնում է, ասենք, իրեն լավ չի լինում, էլի, կոպիտ ասած։ Հետևաբար, հիմա վաղարշապատի մասը վերջացնենք, հետո համապետականին կանրադառնանք, համապետականը մի քիչ այլ տրամաբանությամբ է աշխատում, որովհետև այստեղ խաղարկում են հետևյալը։ Այ Արգիշտի Մեխակյանը, չգիտեմ, ասենք, Մեխակյանի որդին է, չնայած չնել խորանում, որ հոր քաղաքական, այսինքն Արցախում ունեցած վաստակը ուրացել է, այդտեղ են կանգնել է Նիկոլ Փաշինյանի կողք, այդ մասը չեն հանում։ Վահագն Ալեքսանյանին լսում եմ, ասում եմ, ես Հայաստանում չգիտեմ երկրորդ մեկին, որ Արգիշտի Մեխակյանի չափ հետևում է իր հոր падգամին։ Այսինքն մենք Վահագն Ալեքսանյանին երբ անցենք լուրջ քաղաքական գործիք ենք։ Արգիշտի Մեխակյանն էլ դրանից առաջ հայտարարել է, որ իր հայրը պատվիրակել է հողերը հանձնել։ Հիմա այս մարդիկ հողերը հանձնել են։ Այդ պատվիրակը այդ գրավոր պատվիրակելը թե ականջինա, պապի ականջինա։ Ցավոք սրտի, սա լուրջ եմ ասում, ցավոք սրտի հորը կարծեմ չի տեսել։ Հայրը պատերազմից չի վերադարձել։ Ես էլ լսել եմ։ Բայց հենց այդ արանքում, որ հասցրել է գալ, պապին ասել է, հողերը որ գնում ենք ազատագրենք ու դեռ զոհվելու եմ, դա պետք է հանձնենք։ Կարծե Արգիշտին կասես, որ մեծանա անպայման մտնի ԿՊ ու հողերը հանձնան։ Դրան զուգահեռ կա մեկ այլ, չգիտեմ, ինչ ասենք, պատվիրակում, հա, առայն, որ Մեխակյանը ասել է, որ միջև վերջ պետք է կռվել պատմական հայրենիքի ազատագրման համար, ոչինչ որ իմ որդին զոհվի Կարսի կամ Վանի մատույցներում։ Ես մամուլում նման բան կարդացի։ Հիմա երևի Արգիշտին որոշել է Կարսի մատույցներում չզոհվել, այլ ԿՊ-ի քաղաքական վաղճանը կնկել, ասենք, Նիկոլ Փաշինյանի շրջապատում։ Ինչու քաղաքական վաղճան, որովհետև լավ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելը քաղաքական հասարակական առումով դա հղի է շատ վարկանիշի առումով, շատ վատ հետևանքներով։ Հիմա վերադառնալով Ես զարմանում եմ ձեր վրա, եթե մարդու պատերազմ անցած հայրը падգամ է թողել հողերը հանձնել, դա ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյան, ԿՊ, լավ է որ գտել է մի այդպիսի գաղափարական միջավայր։ Հիմա անլուրջ եք վերաբերվում, ես իր խոսքերն եմ մեջբերում։ Հա, բայց ես Արգիշտի Մեխակյանին լուրջ չեմ վերաբերվում այս առումով, հասկանում եք, մարդու հայրը, որը ով զոհվել է Արցախում, Արցախ ազատագրելու համար, պատվիրակել է պապի միջոցով որդուն, որ ինքը մի քիչ մեծանա, մի քիչ կայունանա, հողերը հանձնի։ Այսինքն այդ խելագարության կանխավարկածով այստեղ կարող ենք առաջնորդվել, բայց վերադառնալով վաղարշապատի ընտրություններին միանշանակ կարող ենք փաստել, որ հաշվի առնելով իրենց քաղաքական բորոտության այդ հանգամանքը, վարկանիշի հսկայական խնդիրը, իրենք պետք է ապավինեն ձեր ասած քրյա օլիգարխի կամ քրյա կանչ կամ մի խոսքով օրենքի հետ այդքան առնչություն չունեցող մեխանիզմներին, այն որ ես տեսա, որ դպրոցի տնօրեն, ով ինչ որ օգնություն էր բաժանում, հա, հանձնաժողովի նախագահ էր, ինչ էր, իրենց այդ նյու դեյով էին ամեն դեպքում այդ ամեն ինչը Իմիջայլոս Գյումրեցի էր այդ օգնություն բաժանողը, ինչ որ անհասկանալի է, էլի, հայ-ամերիկյան կազմակերպություն, ով եկել էր օգնություն էր բաժանում վաղարշապատում եւ բաժանողներից մեկը ոնց որ, չգիտեմ, դպրոցի տնօրեն էր։ Հետո իրենց հիմնական հույսը ադմինիստրատիվ ռեսուրսն է, իրենց հիմնական հույսը ինչքանով կարելի է դատել օրինակ Գյումրու արդյունքներից, որովհետև շատ նման են լինելու իրենք, այնտեղ օրինակ Վարդան Ղուկասյանով հիմա ազատազրկման մեջ, այսինքն արդեն տեղափոխվել է հիվանդանոց, առողջական վիճակը վատացել էր, խոսում էր ընտրակաշառքների մասին, խոսում էին այլ ազդեցության միջոցների մասին,
տարատեսակ հնարքներով, այսինքն իրենք հասկանում են, որ իրենք ունեն որոշակի ռեսուրս, ադմինիստրատիվ ռեսուրսով, մնացած հանգամանքներով գեներացնելու, խոսք գնաց նաև մամուլում տարբեր տեղերից մարդիկ գրանցելու մասին տվյալ համայնքում, այսինքն այդ հանրագումարում կստացվի ինչ-որ մի թիվ, որը իրենք ակնկալում են, որ այդ թիվը կարող է դառնալ 50+1, բայց այստեղ մեկ կարևոր հանգամանք կա, ինչը կախված է արդեն ուղիղ վաղարշապատցիներից, եթե վաղարշապատցիները ուզում են մերժել Նիկոլ Փաշինյանին Արգիշտի Մեխակյանի հետ միաժամանակ, ապա իրենք պետք է գնան ընտրությունների գնալը միակ տարբերակն է, որ իրենք կարողանան ՔՊ-ի այդ աշխատանքը ջուրը լցնել, աշխատանքը վատ առումով է պարագայում, որովհետև ասեցի ինչ հնարավոր տեխնոլոգիաներով իրենք կարող են ձայներ հավաքել, Գյումրիում էլ իրենք ասում էին, որ մենք հաստատ 50+1 հավաքելու ենք, հաստատ հավաքելու ենք, հույս ունեին, որ գյումրեցիները ուղղակի ընտրության չեն գնա եւ իրենց հավաքած տարատեսակ միջոցներով հավաքած, ոչ թե վարկանիշի առումով ստացած 17,000-ը 50+ նույնիսկ մի քիչ ավել կլիներ էլի այդ ամեն ինչը, եթե ասենք գնալ այնտեղ 30,000 մասնակից, բայց գնանց անհամեմատ ավելի շատ, նույն պարագայում նույն իրավիճակն է նաև վաղարշապատում եւ վաղարշապատցիներից ես ակնկալում եմ, որ իրենք քաղաքական բարձր ակտիվություն ցույց կտան, պատասխանատվություն կունենան, կգնան ընտրատեղամասեր, գնացեք ընտրատեղամասեր քվեարկեք ընդդիմության օգտին, ում ուզում եք քվեարկեք, բայց անպայման գնացեք ընտրությունների, դրանով դուք կարող եք փոքր քայլով շատ մեծ ներդրում ունենալ իշխանության Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի մերժման այդ քաղաքականության մեջ։ Դերերիկ հիշում ես տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր падգամավոր էր, ՀԿ-ական падգամավոր Սամվել Ալեքսանյան հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը մեր աղբերն է։ Հա, ինչ։ Հիմա ուզում էլի իրանց աղբերն է, բան չի փոխվել։ Հենց դրան եմ գալիս, որ իրականում ապացուցեց, որ աղբերն է։ Սա այն ընդ որում հնդկական կինոյին Զիտա Գիտայի նման կարող է Սամվել Ալեքսանյանին մի տեղից զույգ երեխեք են եղել, այդպես կորցրել են իրար, բայց հիմա գտել են, հա։ Հիմա պարզվեց, որ մենք 5000 զոհ տվեցինք, հազարավոր զոհ, թիվը կոնկրետ չասեմ, վստահաբար 5-ից ավել են։ Զոհեր տվեցինք, կորցրեցինք Արցախը, որ Փաշինյանի աղբեր Սամվել Ալեքսանյանը Ադրբեջանով ցոր են բերի Հայաստան։ Սա լավ եղբայրություն է, ոնց ես գնահատում։ Նախկինների դեմ լավ պայքար է գնում։ Իրենց համար շատ լավ եղբայրություն է, թվում է, շատ արդյունավետ համագործակցություն է ստացվում Սամվել Ալեքսանյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև տևական ժամանակ 18 թվականից սկսած եւ դրանից առաջ էլ արդեն գիտենք այդ եղբայրության մասին, երևի այն ժամանակ ավելի շատ ուրիշ տիպի եղբայրություններ նյութական այդտեղ այդքան էլ շատ չկար էլի, հիմա այս նյութականի հատվածը իրենց մեջ ավելի է շատացել այդ հարաբերությունների մեջ, ինչ վերաբերում է ցորենին, Սամվել Ալեքսանյանը կբերի թե մյուսները, այստեղ էականը գիտեք որն է, այդ ցորենը, մի քանի վագոն ցորենը ծախել հայ ժողովրդի վրա որպես խաղաղության ձեռքբերման արդյունք։ Դե առաջին քայլերն են, հիմա ինչ ան։ Չէ, առաջին քայլերը գիտեք ոնց է։ Տեսեք, պատկերացրեք մի իրավիճակ, երբ ընտանիքի հայրը գնում է կազինո, ամեն ինչ կրվում է, ասենք տան միջանցքը, բակը, չգիտեմ, իրեղենները, կահույքը, ամեն ինչ կրվում է ու որպես պարգև, որպես շնորհակալություն, ասենք կազինոն իրեն տալիս է մի կիլո ծավար։ Վերումատուն ասում է կրվել են, բայց այս ծավարն էլ նվեր են տվել, էլի։ Հիմա ծավարը հա տան մեջ պետք կգա, բայց մեծ հաշվով կրիտիկական չի, էլի, ասենք այդ ծավարի չլինելը համեմատած մյուսների չլինելուն որևէ էական ազդեցություն չի թողնում այդ ընտանիքի կենսագործունեության վրա։ Հիմա նույն պատմությունն է, պատկերացնում եք, ասենք Ռուսաստանից մենք ցորենը ստանում ենք Վրաստանով, երբևիցե խնդիր եղել է այդ ցորենը ստանալու հետ կապված չի եղել, չէ։
Երբևէ չի եղել, բացի կարծեմ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ մի կամուրջ պայթեցրեցին, այդ կամուրջի վնասված լինելու պատճառով դիզվառելիքի եւ կարծեմ ցորենի առումով այդքան համոզված չեմ, մենք մի փոքր այստեղ զգացինք ճգնաժամ եղավ, բայց մնացած առումներով չի եղել, հիմա իրենք ասում են նույն ռուսական ցորենը երկաթգծով գալիս է բան Հայաստան, այս դեպքում Ադրբեջանով ու այդ ներկայացնում են մեզ որպես խաղաղության արդյունք։ Սա գիտեք ձեռ առնելուց ավելի վատ բան է։ Այսինքն ես չեմ հասկանում այդ խաղաղության, այդ չկա էլ խաղաղություն հասկանում եք, այստեղ էլ մենք ընկնում ենք թակարդը, երբ ասում ենք այդ խաղաղության արդյունքն է կամ խաղաղության, չգիտեմ ինչի գործընթացի, ինչ որ թուղթ են նախաստորագրել, այդ նախաստորագրող կողմերի վկան գերտերություն համարվող Միացյալ Նահանգները սկի խաբար չէ ինչ թուղթ են ստորագրել, նախաստորագրել, այս երկուսը մինչև հիմա չեն կարողանում պայմանավորվել, թե ինչ հիմքի վրա պետք է այդ խաղաղությունը այստեղ տեղի ունենա, փաստաթղթավորված որևէ բան չկա, Նիկոլը հսկայական բաներ զիջել է Ալիևին, Ալիևը մի հատ, ասենք, այնտեղ բանա ապաբլոկավորել ֆունկցիա, որ կարելի է, ասենք, տարանցիկ ճանապարհներով բեռներ մտցնել Հայաստան։ Ասենք մենք խնդիր ունեցել ենք բեռներ մտցնելու հետ կապված, շատ լավ է որ հա Ադրբեջանից ինչ որ բան կարող է մտնել հետո, բայց մենք դրանից առաջ այդ խնդիրը չենք ունեցել։ Մեր համար Ադրբեջանով բեռ ստանալը կրիտիկական նշանակություն ունի։ Մի քանի անգամ ավելի էժան է։ Քանի անգամ։ Դա չգիտեմ, բայց դա սպառողների վրա չի։ Բորիս ջան, պետք է տեսեք։ Բայց դա սպառողների վրա չի ազդի։ Ցորենը եւ Ալյուրը կշարունակեն ինքնին ազդում բերողների։ Այսինքն Սամվել Ալեքսանյանը միլիոնավոր դոլարների եկամուտ ստանա։ Հիմա թե ժողովուրդը թող այստեղից հետևություններ անի, իրեն ինչ Ադրբեջանով է մտել այդ ցորենը, թե Վրաստանով է մտել, ինչ որ էական տարբերություն կա։ Մեկը մենք 1000 դրամի ենք լսում։ Հա, նույն պատմությունը, բայց մի հատ կարևոր հանգամանք էլ կա, էժան ցորեն բերելու հետ կապված այդ շահարկումները։ Շատ գյուղացիներ, ովքեր զբաղվում են ցորենի աճեցմամբ, հա, իրենք ունեն շատ լուրջ խնդիրներ, որովհետև իրենք օրինակ այս տարի ստացել են բավականին լավ բերք, բայց ցորենի գինը շատ էժան է, որովհետև դրսից ներկրվող ցորենը շատ ավելի էժան է, քան այստեղ աճեցրած ցորենը։ Ու երբ որ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամներով նիստերի ժամանակ լացում է, թե օ տեսեք կոկորտիլոսի արդյունքներ թափելով, որ մեր վարելահողերի 50%-ը չեն մշակում, այս գյուղացիները թամբալ են, են, գյուղացին ոնց մշակի իր ցորենի դաշտերը, երբ որ ասենք իր աճեցրած ցորենը եկամուտ ստանալու համար շատ ավելի էժան է, քան դրսից ներկրված ցորենը։ Այսինքն դուք այդ էժան ցորենով ըստ էության հսկայական հարված եք հասցնում Հայաստանի գյուղատնտեսությանը։ Ես տնտեսագետ չեմ, բայց եթե ես ցորեն աճեցնող լինեի, հա, հաստատ կանհանգստանայի, որ ավելի էժան ցորեն է ներկրվում, որովհետև ես իմ դաշտերում հստակ խնդրեմ եմ ունենալու։ Եվ որpիսի այդ խնդրեմը չունենա, շատ լավ է էժան ապրանք ներկրելը։ Ուրեմն դու բարի եղի սուբսիդավորի գյուղացիներին, տարբեր ոլորտներում վառելիքի հետ կապված, պարարտանյութի հետ կապված, հարկերի հետ կապված, ջրերի հետ կապված, որպիսի ինքնարժեքը անհամեմատ ցածր լինի գյուղացու համար եւ շահագրգռված լինի գյուղում մնալու եւ ցորեն աճեցնելու համար։ Դու անում ես ուղիղ հակառակը, գյուղացին կռացած է վարքերի տակ, հարկերի տակ։ Ցորեն մշակում են ինչ ան, թող գնան Սամվել Ալեքսանյանի մոտ աշխատեն Սիթիներում։ Ախր էդ էլ են ասել, ցորենի հետ կապված չի, բայց խաղողի հետ կապված ասել են։ Քերոբյան Վահան անունով նախարար կար, չէ՞, ինչ որ կոռուպցիայի հետ կապված ինչ որ բանով հանեցին կամ դուրս եկավ, չեմ էլ հիշում արդեն, ասում էր եղբայրը խաղող մշակել ինչ պետք է արեք այստեղ Երևանում տաքսիստա, չգիտեմ, օֆիցիանտա, վաճառողա, մի բան կաշխատեք, էլի, ասենք ձեզ ինչա պետք խաղող մշակել, հենա կգան հազարավոր միլիոնավոր դոլարներով դրսից ինչ որ այգիներ կվերցնեն, հողերը կառնեն, ֆերմաներ կսարքեն ու այդ ֆերմաներում դուք որպես բացրակ կաշխատեք, այսինքն կիսաճորտատիրական իրավիճակին եք վերադառնում, էլ էս բարակայում։ Այսինքն նման հայտարարություններով ժողովրդի գլուխ արտուկելը արդեն անտանելի է դառնում, այսինքն չկա որևէ տնտեսագիտական հաշվարկ, չկա որևէ լուրջ վերլուծություն այս առումով,
բայց մարդիկ ասենք 2 վագոն ցորեն բերել Ադրբեջանի տարածքով էլի նույն ռուսական ցորենը մեր վրա վաճառում են խաղաղության ինչ որ մի հատ մեծ արդյունք էլի այն դեպքում որ ոչ այդ խաղաղությունը կա ոչ նշանակալի ձեռքբերում կա միայն փաստ որ Հայաստանը հետևողականորեն զիջում է իր շահերը Իլամի ցանկություններին իսկ այն որ Իլամը որևէ պարագայում չի պատրաստվում զսպել իր ախորժակը դա ակնհայտ երևում է նրա հայտարարություններից այսինքն ամեն օր սրանք ԿՊԱ-ականները այրում քրտինք են թափում ապացելու համար ուր որ է Հայաստանում ժողովուրդ ջան հաստատվելու է խաղաղություն դուք առևտուր եք անելու ոչ միայն ցորեն եք բերելու այնտեղ չգիտեմ ինչեր եք ծախելու կամ ինչ որ ծառայություններ եք մատուցելու ըստ ճաշակի հանկարծ Իլամը փակվից ելնում է մի հատ Սևանը մերն է 300,000 ադրբեջանցի պետքա գա տեղ ապրի կամ 100,000 ադրբեջանցի այս տարածքը մերն է այս սա իմն է Երևանը вообще ընդհանրապես ադրբեջանական քաղաք է Այս Նիկոլ Փաշինյանին կոնկրետ քաշում է Իլհամ Ալիևը այս պարագայում ու այստեղ կարծեմ ես միտքը Երվանդ Բոզոյանինն է որ Ալիևը արդեն հասկացել է որ Նիկոլ Փաշինյանը կախված է գնացող է սրա հետ ընդհանրապես ոչ մի լուրջ թեմա է չարժի խոսել Այսինքն իրենից կարելի է փոկել մաքսիմումը այս ընթացքում քանի դեռ իշխանությանը եւ հիմա նա սկսել է երկխոսություն Հայաստանի հաջորդ իշխանությունների հետ Իշխանությունները եկեղեցու դեմ արշավի շրջանակում ըստ էության ջրեցին կամ չեզոքացրեցին այն կարմիր գիծը որ պետությունը այո կարող էր տիրապետել տեղեկությունների բայց դրանք չէին գործածվում կամ գոնե չէին հրապարակվում լավ գործածվել է մի կողմ Հիմա երեք ես լսում եի ԿՊԱ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին, ով բառացիորեն հայտարարում է հետևյալը, որ մեր հատուկ ծառայությունները այնպիսի տեղեկություններ են հավաքել եւ վարչապետը նենց տեղեկությունների է տիրապետում, ընդորում սեռական բնույթի, որ լավ կանեն հոգեվորականները հեռանան, քանի դրանք չեն հրապարակվել։ Սա բարիս ուղիղ իմաստով ահաբեկչություն է։ Իսկ այդ պատգամավորը որտեղից գիտի հատուկ ծառայությունները ինչեր են հավաքել ու ինչ կա Նիկոլ Փաշինյանի։ Դե մենք Հովիկ Աղազարյանի դեպքով իմացանք, չէ՞ որ իրենք խմբակցությունում քննարկում։ Այսինքն այդ նյութերը դնում են այդ ԿՊ-նիստերի ժամանակ, հա, այդ էրոտիկ բնույթի, pornographic բնույթի։ բոլորով նստում են, խմբագային դիտում են կազմակերպում, հա, այդ նյութերի։ Ու տեղեկանում են, թե ինչ կա հատուկ ծառայությունների։ Դե կարելի է այդպեսի ենթադրություն անել, հա։ Ես չգիտեմ, սրանք կարող է դադարել են իրենց հին սովորույթը պորնոկայքեր նայելու եւ Նիկոլ Փաշինյանը ԱԱՑ-ին հրանգում է նկարել ինչ-որ տեսանյութ reality հա կամ գուցե հայկական ինչ-որ փակ համայնք է, հա, պորնո համայնք է ԿՊ-ում գործում նստում նայում են Չէ, բայց այդ օրենքը Բայց սա պետության չգոյության մասին է որովհետեւ եթե անգամ պետությունը տիրապետում է տեղեկությունների անձնական մարդկանց անձնական կյանքին վերաբերվող Հիմա տեսեք, այն հոգևորականներին, որոնց ինքը կոչ է անում հեռանալ, նրանցից որևէ մեկի վերաբերյալ քրեական գործ չկա։ Ում սպառնում են բանով, սեռական կոմպրոմատներով։ Ես իհարկե չեմ պնդում, որ դրանք իրական կոմպրոմատներ են, բայց ինչը, եթե անգամ իրական են, ստացվում է ԿՊ-ն, որովհետև ԿՊԱ-ական պատգամավոր անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չի խոսում որ ասես դե ԱԱՑ-ն իրենց զեկուցում է։ ԿՊ-ն որպես կուսակցություն նույնականացել է պետության հետ եւ հատուկ ծառայությունների գործիքները օգտագործում են, ովին աս դուր չի գալի, մտեք սրանց տուն, բաղնիկ, զուգարան։ Եվ հետո ինչ հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմի առաջ հոգեվորականներին երբ բերման էին ենթարկել, արգրավել է նաեւ իրենց ընտանիքի, այդ թվում նաեւ անչափահաս անդամների հեռախոսները, պլանշետները։ Այսինքն Սրանք այս սեռաշեղված խմբակը հնարավոր բոլորը հիմա լավ ցանկացածի ընտանիքում կարող է խնդիր պարտադիր չի լինի բայց չենք բացառում բայց անչափահաս երեխա է հիմա կարող է ասենք այդ հոգեվորականներից մեկի տղան Ես ուզում եմ հասկանալ Կարող է այդ հոգեվորականներից մեկի տղան հիմա 15-16 տարեկան տղա իր բանը նկարել ուղարկել ասենք ԿՊԱ-ական որևէ կնոջ Դա ինչ կապ ունի անվտանգ Դա պետք է օգտագործել թե չէ Դա նախ սկսենք այն բանից որ այսինքն այդ խոսքերը որ մեջ բերեցիք այդ ԿՊԱ-ական պատկոն խոստովանում է որ ԱԱՑ-ն հավաքագրում է կամ չգիտեմ ինչ ծառայություն, հա, հավաքագրել է նման ԱԱՑ-ն ուղիղ, ահա հավաքագրել է նման կոմպրոմատներ, նման նյութեր, ես չգիտեմ դատարանի որոշմամբ է դա եղել, թե ԿՊ-ի որոշմամբ է դա եղել, եւ դա կիսվում է պատգամավորների հետ,
ինչը ինձ թվում է օրենքի խախտում է, որովհետև ասենք ինչ գործ ունի ԿՊԱ-ական պատգամավորը ինչ որ հոգևորականի վերաբերյալ ԱԱԾ-ի գաղտնալսած նյութերի հետ ընդհանրապես կապ չունի, էլի, եթե էլի եմ ասում խմբակային դիտումներ չեն կազմակերպում, էլի նման նյութերի ԿՊ-ի վարչության նիստերի ժամանակ։ Երկրորդ, ենթադրենք Եվ ընդ որում ներողություն մի հավելում անում Պատգամավորը իր խոսքում ասում է, որ Նիկոլ Փաշինյանն է ընտրում այդ նյութերից որը հրապարակվի։ Ահա, այսինքն իրենք խոստովանում են, որ իրենք ունեն այլևս քաղաքական ոստիկանություն։ Այսինքն այդ քաղաքական ոստիկանությունը, քաղաքական հատուկ ծառայությունները զբաղված են բացառապես Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին գաղտնալսելով, կոմպրոմատներ հավաքելով, վարկաբեկելով, իրենց գործը դա է։ Եվ անմիջապես զեկուցում են Նիկոլ Փաշինյանին իրենց ձեռքբերումների մասին, այն էլ ըստ հայեցողության արդեն կամ խմբակային դիտում կազմակերպում է, կամ ասենք անհատական դիտումներով զբաղվում։ Բայց մեկ կարևոր հանգամանք կա, ենթադրենք հոգևորականներից մեկին նկարել են ինչ-որ այդպիսի անհարմար իրավիճակներում, ինչ-որ սկանդալ եւ այլն։ Ինչ կապ ունի դա պետության անվտանգության հետ, ինչ կապ ունի դա հասարակության անվտանգության հետ։ Ենթադրենք հոգևորականներից մեկը կին ունի, ենթադրենք ինչ-որ սկանդալի մեջ է։ Հարգելի հասարակություն, հարգելի ժողովուրդ, դա ինչ կապ ունի մեր անվտանգության հետ, հասարակության անվտանգության հետ, պետության անվտանգության հետ։ Դա որևէ կերպ խաթարում է մեր բնականոն կյանքը, որևէ կերպ չի խաթարում այս առումով, հասկանում եք, դա այդ հոգևորականի պրոբլեմն է, դա այդ թեմի պրոբլեմն է կամ եկեղեցու պրոբլեմն է, իրենց խնդիրն է դա, որոնց պետք է լուծում տան, եթե դա իրականությանը համապատասխանում է։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանը իր ԿՊԱ-ական խմբակը, իր խունտան որևէ կերպ իրավունք չունի միջամտելու տվյալ ինստիտուտի գործունեությանը։ Դա առանձին ինստիտուտ է իր կանոնադրությամբ եւ պետությունից անջատ։ Եվ պետությունից անջատ։ Դու ով ես ընդհանրապես քո ԿՊԱ-ականներով, ով եք, որ միջամտեք նման բաների մեջ։ Ասենք, եթե օրենքի խախտում չկա, եթե սահմանադրության հետ կապված որևէ խնդիր չկա, քո անմիջական պարտականությունը սահմանադրական կարգի ապահովումն է, որը դու ընդհանրապես դրա հետ ինչ-որ խնդիրներ ունես, չես կարողանում անել։ Օրենքների ապահովումն է, իրավապահ համակարգի արդարացի եւ արդյունավետ գործունեություն է։ Այդ առումներով դու տապալում ես պետության անվտանգության ու հանկարծ խոսում ես ինչ-որ հոգևորականներից մեկը, չգիտեմ ինչ է արել, ում հետ ակնել կամ չի քնել եւ այլն։ Դա ընդհանրապես ինչ կապ ունի իրենց ֆունկցիաների հետ։ Բացարձակ որևէ կապ։ Այլ եթե դուք նման նյութերով կոմպրոմատ եք փնտրում, ասենք հոգևորականների շրջանում, ես հաստատ համոզված եմ, որ դուք նման գործունեությամբ այս պարագայում զբաղված եք նաև ձեր թիմակիցների նկատմամբ, չէ՞, կարող եք նման ենթադրություններ անել։ Ենթադրություն որն է։ Այդ թիմի նախկին անդամները ուղիղ իմաստով հայտարարել են եւ Հովիկ Աղազարյանի դեպքը ամենավառ այսպես ցուցիչն է։ Հիմա թող այդ իր անդամները նախ մտածեն այդ մասին, հա, թե ինչեր է հավաքվել։ Ուղղակի անդամները թե ԿՊ-ի։ Համ, էլի, երկուսն էլ թող բանանեք։ Թող իրենք մտածեն այդ մասին։ Երկրորդ, եթե համարում եք, որ նման բաները կոմպրոմատ կարող են հանդիսանալ, այսինքն ինչ որ սեռական ակտեր, տղա աղջիկ կամ տղա աղջիկ, չգիտեմ արդեն այդ կոմբինացիաներ իրենք ավելի լավ կիմանան, իր չինովնիկներին ինքը պետք է ստիպի, որ խոստովանեն իրենց սեռական կողմնորոշման մասին, որպեսզի ամաչելու բան չունենան, եթե ասենք որևէ երկրի ծառայություն, օրինակ գաղտնի տեսանկարահանի ինչ որ մի պաշտոնյայի, ասենք միասեռական ակտը։ Այդ մարդիկ թող ԿՊ-ում հելեն հայտարարեն, որ ասենք մենք միասեռական ենք, ասենք, չգիտեմ, որ դա չսպառնա պետության անվտանգության, չէ, եթե խոստովանում է ինքը խնդիր չունի, արդեն այդ ներկայացված հավաքագրված կոմպրոմատները դառնում են առ-ոչինչ։ Այսինքն դա այդ կոմբինացիան կարող է սպառնալ պետության անվտանգության։ Եթե ասենք Բարսաշչյան պաշտոնյա է, չի խոստովանում, որ միասեռական է, չէ, ասենք իրեն գաղտնի նկարահանում են, ինչ որ հատուկ ծառայություններ, հետո սպառնում են իրեն, որ այ եթե այս գաղտնիքը չտաս մեզ կամ այս որոշումը չկայացնես, մենք քեզ կխայտարակենք։ Բայց երբ որ այդ մարդը խոստովանում է, որ այո, ինքը միասեռական է, որևէ խնդիր չկա այս առումով, հրապարակում եք, հրապարակեք, դե բոլորն էլ գիտեն, ընդունում են ինձ, որպես ասենք միասեռական,
որևէ խնդիր չկա, թող այ իր թիմակիցներին, եթե մեջներ նման մարդիկ կան, հորդորի, որ ասենք խոստովանեք, ասենք մեկը այլ տիպի սեռական, ասենք այլասեռվածության կողմնակից է, մյուսը չգիտեմ ինչ է, այ պետական պաշտոնյաների ոլորտում նման գործընթաց պետք է վարվի, որպեսզի հասկանանք, էլի, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները հանկարծ այդ շեղում ասենք, այլ կողմնորոշում ասենք, կամ չգիտեմ ոնց բացատրենք, գնահատենք այդ իրավիճակը, այդ տիպի մարդիկ ելնեն խոստովանեն, հասարակությունը ընդունեց, չընդունեց, հիմա իրանց պրոբլեմ է, օրինակ Ֆրանսիայում ոնց է, Պաշտպանության նախարարն էր, թե արտգործ նախարարն էր, այլ սեռական կողմնորոշում ունեցող, ամուսնացած էին արտգործ նախարար, այսինքն այդ մարդը խնդիր չի տեսել, չէ, ասենք հայտարարել է, ու ինչ որ այլ տղամարդու հետ իր սեռական կամը չի կարող դիտարկվել որպես կոմպրոմատ իր նկատմամբ։ Շատ լավ, սպասենք, առաջին թող վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմից այդ հայտարարություններն անեն, տենանք այդ աշխատակազմը ովքեր կան։ Դա ուղղակի պետական անվտանգության հետ կապ ունեցող գործընթաց է, էլի։ Շնորհակալ եմ Դերենիկ, հետաքրքիր դրույթի համար։ Շեշտում զրուցում ենք քաղաքագետ Դերենիկ Մալխասյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48